Բարի օր աշխարհասփյուր հայությանը, այդքան էլ բարի չի, լավ չի տրամադրությունս, կապված տարբեր խնդիրների հետ, բայց հիմնական եթեր բացելու իմաստը այն էր, որ հայտնեմ ժողովրդի մի մեծ հատվածի, որ Ռուսաստանը ինչ արել է մեր հետ, քիչ է արել, պետք է մենք օգնենք, հնարավորություն տանք, որպեսզի իր կիսատ մնաց գործը շարունակի։ Աչքից իսկապես հիշողության հետ խնդիր ունի մեր ժողովրդի մեծ հատված եւ մոռացել է ինչա կատարվել մեր հետ։ Ուղղակի գիտեք ինչա, ճիշտը որը կլիներ երևի այդ տեսակ մարդկանց համար, ցավոք սրտի մենք խոսում ենք սրբությունից, խոսում ենք հայրենիքից եւ պետությունից։ Եթե Ռուսաստանին հաջողվեր մի զարկով երկու նապաստակ խփեր, այսինքն Արցախի հետ եւ Սյունիքի միջանցք բան իրանց ուզած ձևով ինքը վերցներ, վերահսկեր, այդ հրաշալի կլներ եւ ոչ թե օրինակ մի 2 տարի դոզան կպահեր, մի տարի, մի 10 տարի դոզան կպահեր հայերի մեջ, 15 տարի միգուցե, չէ դժվար թե, շատ եմ ասել, մի 7 տարի, 5 տարի կպահեր դոզան, սաղ կհիշեին, որ արա մի րոպե Արցախն ու Սյունիքը նվիրեց Ռուսաստանը թուրքերին, ինքը ստե եկավ մեզ փրկիչա ձևանը, բան, մի 5 տարի, 7 տարի, բան կարող է հլը, մարդիկ հիշեն, եւ որ Խաչատուր Աբովյանը ասել է, օհնվի են սհաթը ժամը էլի, որ ռուսի ոտը եղավ մեր հայոց հողին, հետո հասկացել է որոշ ժամանակ հետո, որ ոչ մի բանով էլ չի տարբերվում, մնացած այդ չգիտեմ ինչպես ասել են ժամանակները պարզա, որ պարսիկները մեզ իր լծի տակ էին ուզում պահեին, թուրքերը իրաց լծի տակ էին ուզում պահեին, մենք էլ մտածել ենք այդ ժամանակները, մելի Խաչատուր Աբովյանի ժամանակները, որ ռուսը վերցնի քրիստոնյա ազգեն, իրանք մեր հանդեպ լավ կվարվեն, բայց եկա պահը, որ Խաչատուր Աբովյանը նորից անիծեց ռուսի ոտը, որ մտավ հայոց հող։ Հիմա շատ չի անցել, մի 150 տարվա պատմություն ենք ասում, բայց 1.5 տարի անցած պատմությունը արդեն մոռանում եք։ Ինչպես եք մոռանում։ Կոնկրետ օրինակ իմ զեմլակներ հասկացողությունը դե հələ որ իշխում է էլի բոլոր տեղերել, որ շիրակցի ելնեիք, ասեի իմ զեմլակները շիրակցի, բայց քանի որ Արցախցի եմ, իմ Արցախի ժողովրդի մոտ օրինակ անընդհատ շրջանառվում է, չէ՞, այն տեսահոլովակը, որտեղ ազգային ժողովի դիմացը նստած է մեր արցախցիներից, Բագրատի շարժմանն են աջակցում, արցախցիներից մեկն ասում է լրագրողի հարցին պատասխան ասում է ընտրելու ենք ու անունն էլ մոռացել ում պաշտպանը այն նախկին բանը ոչ չի հիշում, մեկ էլ հիշեց Թաթոյանին հիշեց, ասում է Թաթոյանն եք ընտրում։ Ընկերներ ջան, եթե դուք նույնիսկ չեք ճանաչում այդ մարդուն, ուղղակի անունը լսել եք, դուք ինչպես եք լիարժեք ձեզ համարում քաղաքական process-ների մասնիկ։ Ինքս ես զգուշավոր եմ խոսում։ Երբ որ խոսում ենք անհատների մասին, երբ որ խոսում ենք քաղաքական ուժերի մասին, պետք է շատ զգուշավոր խոսանք։ Ոչ ավել գովանք, ոչ էլ ավել զրպարտենք։ Ամեն ինչը իր համն ու հոտը ունի։ Եթե դուք հելել եք քաղաքական պայքարի եւ քաղաքական պայքարի ընթացքում ընտրում եք մեկ ուրիշի, ով որ իրան հրճակել է առաջնորդ, փրկիչ, Սյունիքով, Տավուշով գնում է Արցախը հետ է բերում, Գիրանցով էր հետ բերում ոնց որ ոսկեպարով, հա, ոսկեպարով հետ է բերում։ Դուք ֆռում կանում ասում եք, որ Թաթոյանին ենք ընտրում։ Այն մարդն է կողքից մյուս մեր արցախցի պապիկը կողքից ուղում արա ասում է մենք ստեսաղս հավաքվել ենք սրբազան ենք բաժերժ կանեմ դու էլ գնացած Թաթոյանն ես ընտրում այսինքն դուք մտնում եք վիճաբանության մեջ մի process-ում որտեղ դուք չեք ճանաչում նույնիսկ այդ անձերի կենսագրությունը չգիտեք այդ անձերի արած գործը չգիտեք դուք լսել եք այնպես ինչպես լսել եք Շվարցենեգգերի մասին լսել եք Ժան-Կլոդ Վան Դամի մասին դուք հերոստացույցով ինչ ձեզ հաղորդել են դա եք լսել եւ ձեզ հաճելի ձեզ դուրեկան հատվածնա ձեր մոտ տպավորվել ոչ գիտեք այդ մարդիկ ինչպիսի ուղղություն ունեն քաղաքական ինչպիսի աշխարհայացք ունեն ինչպես են տեսնում Հայաստանը այս տարածաշրջանում ես օրինակ
կարող եմ մի բան ավել իմանամ, մի բան վստահ եւ կարող եմ ասել, որ նշված անձերը մեծ ախորժակ ունեն, որ Ռուսաստանը ստե լինի էլի գուբերնատոր։ Իրանք Հայաստանի պետականությունը թերի են գնահատում։ Գիտեք, ես չեմ կարա երթում ուտել կամ այսօրվա իշխանությունների մասով ասել իրանք լիարժեք են գնահատում, բայց այն որ փորձում են էլի դուրս բրծնել Ռուսաստանի ազդեցության գոտուց, այն որ մանևրներ են անում, չգիտեմ որոշ քայլեր են արել, ես դրական եմ համարում արտաքին քաղաքականությունը, բայց բազմաթիվ բացեր եւ դժգոհություններ եմ տեսնում ներքաղաքական կյանքում, դրա մասին հաճախակ էլ արտահայտվում եմ, նույնիսկ արտահայտվելու պարագայում էլ ասում են, այս աշկիս բանը փոխել է, լոդկայից մի ուրիշ լոդկա է, հա, տենց արտահայտություն կա, ես իբր պլատֆորմս փոխել եմ, իրանց հետ անցել եմ, տենց բան չկա, այսինքն ես կարող եմ արտաքին քաղաքականությունում գնահատել դրական քայլերը, ներքաղաքական կյանքում գնահատել բացասական քայլերը, հայտնել դժգոհություններս, ու դժգոհությունները շատ է։ Լավ, չլինի էլի այս իշխանության պաշտպանություն, բայց ես ուզում եմ մենք ստապվենք, հասկանանք, ու դա ես հիշեցի այս օրինակը մեր արցախահայության հետ կապված, որ ես դեպքը որ պատմել եմ, բայց սա մենակ ու արցախահայությունը չէ, այս մտածելակերպի։ Հայաստանի տարբեր համայնքներում, գյուղեր, քաղաքներում կան այդ մտածելակերպի մարդիկ, որ պետքա իշխանության նորից գան այն մարդիկ, ովքեր որ իրանց անվտանգությունը կապում են Ռուսաստանի հետ։ Այդ մարդիկ ձեր հետ անկեղծ են եղել իրանց կառավարման շրջանում։ Այդ մարդիկ ճիշտը ձեզ ասել են, եկեք ես ձեզ մի փոքրիկ ուղղություն ցույց տամ, որ Եսա մտքներիդ կարող այս պահին ասեք, այդ ինչ ես անհեթեթություն խոսում, ինչ Արցախը ռուսնա հազնել, Նիկոլնասախ հազնել, բան, արա, իրանց ժողովուրդ ջան, իրանց այդ վերխուշքի մարդիկը, կոնկրետ մեկը դուգին է, այսպես չերնել իր հաղորդ ձայնագրությունը, վիդեո ձայնագրությունը, կա, ասում եմ մենք սխալվել ենք, ընդ բարերը ես չեմ կարա հիշեմ, ցույց է տալիս իր զզվանքը, ատելությունը Փաշինյանի հանդեպ, բայց ասում է մենք չպետք է այդքան ռուսամետ հայեր կային Արցախում, այդ ամենա ռուսամետ ռեգիոնն է տարածաշրջանի, մենք իրանց չպետք է բաց թողեինք, պետք է մենք պաշտպանեինք, այսինքն ավտոմատ կերպով մեղքի պատասխանատվությունը վերցնում է իր վրա։ Մեկ այլ հաջորդ բարձր պաշտոնյա Ռուսաստանի, էլի նմանատիպ զրույց անում, այն Շանտղա Շայգուն ասում է, փայլուն օպերացիա են կատարել, Մարգարիտան ասում է, մենք կհարված ենք Հայաստանին, կգցենք Ուկրաինայի օրը, Մարգարիտան ազգությամբ հայ է, բայց ինքը այդ ապարատի մարդ է, ազգությունը դե կապ չունի, ինքը լրիվ Կրեմլի ապարատի մարդ է։ Այդքան խոստովանությունները, որ անում են իրանք, դուք չեք կարող ինձ ասել, որ Ամերիկան է Արցախը տվել, Անգլիան է տվել Արցախը, Արցախը տվել է 1921 թվին էլ տվել է ռուսը, ու մի ժամանակ 90-ականներին հաջողվել է հայերին հետ վերադարձնել Արցախը իրանց գիրկը, Ռուսաստանն էլ չի հաշտվել այդ մտքի հետ, Ադրբեջանն ու Թուրքիան էլ չեն հաշտվել, աշխարհի մնացած պետությունների համար այդքան էլ էական չէր, բայց այս 3 պետության համար, սա իրանց համար Մարսելի չէր, եւ Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքերը Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ, որը հրապարակվել է արդեն 20 քանի տարի հետո, ընդ որ Ռոբերտ Քոչարյան, Արկադի Ղուկասյան նստած են իրանց սեղանի շուրջ, ասում է, եթե չգնաք զիջումների, թե ինչ չեմ հիշում կոնկրետ բառերը, բայց ինքն ասում է, մենք ձեռք ենք բերելու մի նոր թշնամի։ Միշտ ասում ենք, ես էլ վստահ եմ, որ Լևոնը վախում է Կրեմլից, Կրեմլի հետ համագործակցում է, պատասխաններ է տալիս իրանց, ոնց որ դալաժիտ է անում, հաշվետվություն է տալիս, բայց Լևոն Տեր-Պետրոսյանը, քանի որ օֆիցիալ, որ ի ցույց աշխարհի է խոսում, ասում է Ռուսաստանի դերը այս ռեգիոնում, Ռուսաստանին մեր հպատակությունը, բան, տենց է ցույց տալիս, բայց քանի որ անվտանգության խորհրդի նիստ է, փակ սրահում, ինքը խոստովանում է, ասում է մենք ձեռք ենք բերելու նոր թշնամի, դա Թուրքիան չէ, դա Ադրբեջանը չէ, դա Ռուսաստանն է։
Տեսեք, երբ որ ինքը թաքուն էր խոսում, ինքը խոստովանեց իրականությունը։ Սա դուք պետքա ձեր մեջ սաղ էփեք, այս ինչ ես ասել եմ այս պահին, դուք պետքա ձեր մեջ էփեք, վեր լուծեք, հասկանաք ինչ եք անում։ Գիտեք իմ անհանգստությունը որն է։ Ես ձեզ ասել եմ, չէ՞, որ քարոզարշավի ոչ մի ուժի պաշտպան չեմ դառնալու, բայց ես չեմ կարող լռել, երբ որ բոլոր ռուսամետ ուժերը արդեն միավորվում են ռուսամետ ուժերը միավորվում են առաջի հայացքից թվում է թե հանուն Հայաստանի փրկության, բայց հարցը առաջանում, եթե դու ռուսամետ ես, եթե քո անվտանգությունը, քո դաշնակցությունը, քո պաշտպանությունը տեսնում ես Ռուսաստանի հետ, դու արդեն դժվարանում եմ քեզ ասել, որ դու հայամետ ես, դու արդեն ռուսամետ ես, դու չես թաքցնում։ Հասկանում եք ժողովուրդ ջան, ինչքան ուժեր կա, արդեն միավորվել են եւ իշխանություն են ուզում հեռացնեն։ Սիրելի հայրենակիցներ, ինձանից շատ դժգոհ չլինեք այսօրվա իշխանությունից, ահա որ հիասթափություններ ունեն ներքաղաքական կյանքում, իրաց տված խոստումների մեջ, արդարադատության ոլորտ, իրավապահ համակարգ, սոցիալական բոլոր բնագավառներում ես խնդիրներ տեսնում եմ, բարձրաձայնում եմ, բայց ժողովուրդ ջան, այս մարդիկ ծրագիր էլ չունեն, ուզում են իշխանությանը հեռացնեն, գերագույն նպատակը չպետք է լինի իշխանություն հեռացնելը, գերագույն նպատակը պետք է լինի պետությունը ինչպես են իրանք պաշտպանելու, ինչպես են պահելու։ Սրա պատասխանը իրանք չեն տվել։ Մի հատ հիշողության թարմացում էլ ես չեմ սիրում անձնավորել, եթե անձին անդրադառնում եմ, վատ իմաստով չեմ ուզում անդրադառնել ու թիրախավորել։ Ուզում եմ ձեզ հիշեցնել 18 թվից մինչև 20 թվի պատերազմը հիշում եք, չէ, ինչպիսի ընդդիմություն է եղել ազգային ժողովում։ Այդ ընդդիմության մի մեկն եմ հիշում, օրինակ լավ անուն չտանք, անցել է իշխանության կողմը հետագայում։ Ես ողջունում եմ այդ մարդու օրինակ գործունեությունը քաղաքական դաշտում ողջունելի է։ Մի մասը տեսել եք ինչով են զբաղված սոցիալական հարթակները։ Ու իրանք եղել են օրինակ հանձնաժողովի նախագահ ազգային ժողովում։ Իրանք եղել են ընդդիմություն եւ ընդդիմությունը մեծ դեր ունի պետության կառավարման գործում։ Իրանք պատգամավոր հասկացողություն, պատգամավոր, հասկանում եք, դա պատիվ է, լինել պատգամավոր։ Ոչ թե ավականի գյուղի, այլ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պատգամավոր։ Ու այդ պատգամավորները դուրս մնալով ազգային ժողովից սոցիալական հարթակներում, Facebook, TikTok, իրանք ցինիկ բլոգերությամբ են զբաղվում։ Բլոգերներին չէ թիրախավորել, որովհետև բլոգերներն ունեն աստիճաններ, չէ, կատեգորիաներ ունեն, մակարդակ ունեն։ Իրանք ամենանվաստ, ստոր լեքսիկոնը իրանց հայհոյախառը ու իրանք, բայց միջև այդ պինջակ հագնում էին, գալուստիկ հագնում էին, ազգային ժողովում գալիս էին ձեր դեմը սենց խրոխտ կաղնում խոսում։ Եթե դուք դա դերի մեջ եք մտել, ես այս պահին դերի մեջ չեմ, եւ ես ձեզ ասում եմ, դուք արժանի չեք նորից մտնել ազգային ժողով, բայց ցավոք սրտի, հետ հաշվարկով ես հիշում եմ, որ դուք եղել եք ազգային ժողովի, նույնիսկ հանձնաժողովի նախագահ, բան, ու այսօր ցինիկ արտահայտություններ եք անում, բլոգերություն եք անում, պատասխանատվություն եք կրում դուք 20 թվի պատերազմի պարտության մեջ, որտեղ տարիներ շարունակ, բացի նրանից, որ եղել եք այդ ժամանակի պատասխանատուն, դուք տարիներ շարունակ եղել եք ազգային ժողովում եւ Սկի Փաշինյանը իշխանության էլ չէր եկել, երբ որ դուք տեսնում էիք բանակի թալանը ու դրա հետ մերվում էիք, համակերպվում էիք։ Հիմա այսօր այդ նույն ուժի ղեկավարը արա դե չի լինում, ես պետքա փակագծեր բացեմ։ Ոնց հասկացել ենք այդ նույն 18 թվից մինչև 20 թվի հատվածում ընկած ընդդիմության երկրորդ ուժը ընդդիմությունը ազգային ժողովի այսօր նորից ակտիվանում է եւ իրան շուրջն է համախմբում ամբողջ այդ ընդդիմադիր չէ նախկին իշխանություն են, ես շատ կուզենայի իրանք ընդդիմադիր լինեին։ Եթե այդ նույն նախկին իշխանությունները լինեին ընդդիմադիր, ես միգուցե նույնիսկ իրանց աջակցեի, որտեվ ասում եմ, արտահայտվում եմ իշխանությունների պահվածքում լինում է դեպքեր, որ ասում ես իրանց հասնում է էլի մի լավ ապտակ։ Բայց քանի որ ապտակից հետո պետքա հարձակվեն այդ նույն նախկին իշխանությունները իշխանության վրա, ասում եմ լավ, ստոպ, պետք չի իրանց թույլ տալ, որպեսզի առիթավորվեն։
Այ մարդ ռուսական բարձր պաշտոնյաներ խոստովանում են, որ իրանք գցել են հայերին, որ իրանք Արցախը չպետք է թույլ տային Ադրբեջանը գրավեր, հայերին էթնիկ զտման ենթարկեին։ Դուք ստե հիշողության կորուստ ունեք։ Մոռանում եք ու այդքանից հետո նորից ասում եք գնանք ռուսի փեշը բռնենք, որովհետև ինչ, ռուսսկի ինքը իր գլուխ չի կարող պահի։ Նա բոլոր իր դաշնակիցներին գցել է, Վենեսուելայում գցել է, Իրանում գցել է, Հայաստանի շուտ է գցել։ Մենք այդքանը տեսնելուց հետո հələ հիշողության խնդիր ունենք, ուզում ենք գնանք ընտրենք զզված, ջղայնացած, հիասթափված այսօրվա իշխանություններից, գնում ենք ընտրենք ջհանդամը, թող ռուսամետ լինի, հասկանում եք ինչ եք անում, ժողովուրդ ջան։ Ռուսամետ ոչ մի ուժի չպետք է ընտրեք։ Մի էլ ընտրեք իշխանություններին։ Ես իշխանության քարոզ չեմ տանում ու չեմ էլ տանի։ Ես քարոզ կտանեմ նրան, որ հայկական Հայաստանը պետք է մնա հայկական, եւ Հայաստանը պետք է լինի այնպիսի ուժեր, ովքեր որ իրանց պետության փրկությունը, իրանց ուժեղ լինելը չեն տեսնում որևէ պետության ծոցում։ Մենք Ռուսաստանի գաղութ, Ամերիկայի գաղութ, ոչ մի պետության գաղութ չպետք է լինենք։ Մենք պետք է համագործակցենք, դաշնակցություն կնքենք ռազմավարական թեկուզ տնտեսական այն պետությունների հետ, ովքեր որ մեզ որպես անկախ պետություն հարգում են, ընդունում են։ Չգիտեմ Ժորժ ջան, իմ տրամադրությունը հենց կապված է դրա հետ, որ չպետք է թույլ տան մեր ժողովուրդը։ Ժողովուրդ անկեղծ եմ ասում, ինձ պետք չի ոչ մի դափնի, ոչ մի շահ, ոչ մի եկամուտ։ Ինչպես դժվար մի կերպ գոյատևել եմ, այդ ձև էլ գոյատևելու եմ, որ իշխանությունն էլ գա։ Ես ոչ մի իշխանության ժամանակ հարուստ չեմ եղել, հարուստ չեմ, ու չեմ էլ լինելու, որտեղ իմ նպատակը կյանքի հարստանալը չի։ Իմ նպատակն է ապրել, բայց օգտակար լինել պետությանը։ Պետությունն է մնայուն, պետությունն է ամենամեծ գլխավոր նպատակը։ Իմ բարագայում, չգիտեմ, շատ մարդիկ երևի նույնիսկ պետություն հասկացողությունը դա իրանք պատկերացնում են, երբ որ անձնական շահ ունեն, եկամուտ ունեն, երբ որ իրանց փող են տալիս, իրանց օգնում են աշխատանք, լավ աշխատանքով, լավ փողերով։ Բերեք ժողովուրդ ջան, այս 26 թվականի ընտրությունները եթե գահլով գիտի ինչ կկատարվի, ես չգիտենք էլի, որտեղ հարևան պետությունում պատերազմ է, մեր ընտրություններում այսօրվա իշխանությունը դրոշը բարձրացրել է խաղաղության գաղափարախոսությունը, բայց խաղաղությունը դա տարածաշրջանային նաև բնույթ է կրում, եթե քո հարևանը պատերազմի մեջ է, մի տեսակ քո անվտանգությունը եւ քո խաղաղությունն էլ է վտանգված։ Ես չեմ ասում էլի դա վախենակ կամ տենց փոքերը լցնեք անհանգստանաք։ Ուղղակի երբ որ այսօրվա իշխանության դրոշի վրա գրված է խաղաղության են գնում ու սահմանին կրակոչ կա, շատ սա իրանց համար ես չեմ ողջունում այդ պահվածքը։ Ինչ գիտեք ինչ չեմ ողջունում։ Դու ոնց որ ստավկա ես դնում Ադրբեջանի վրա, ոնց որ քո ընտրությունները ապահովի Ադրբեջան, այսինքն այսօրվա իշխանությանն էլ է խոցելի տեղեր ունի։ Ոնց կարաս դու գարանտիա տաս, դու ինքդ քո վրա չես կարող գարանտիա տաս, մի հատ էլ խաղաղության վրա ես գարանտիա տալիս, իսկ խաղաղության մի կողմը սահմանից են կողմել դա Ադրբեջանն է։ Դու ոնց ես Ադրբեջանի վրա հույսը դրել։ Ադրբեջանն էլ անհամբեր սպասում է ընտրությունը լինի արդեն նոր process-ի մեջ մտնի։ Գիտես իրանք ռազմավարություն չունեն, իրանք պլաններ չունեն, տակտիկա չեն մշակել։ Այդ դուք հələ մի հատ ուրախ ասում եք, տեսեք կրակոչ չկա։ Կրակոց 18-ից 20 թիվն էլ չի եղել, եթե հիշողությունները չի դավաճանում։ Չհաշված հուլիսյան այն մի փոքր տենց բլուրի գրաուն բան եղավ։ Մերոնք հետ շպրտեցին, իսկ դա սա դրանք էր թուրքերի կողմից։ Այնպես որ ես ոչ մի իշխանության, ոչ մի ընդդիմության քարոզ չեմ տանում։ Ուղղակի անհանգստացնում է ինձ այն հարցը, որ իշխանության պիտի գա ռուսամետ ուժեր կամ նույնիսկ ընդդիմություն պետք է լինի ռուսամետ ուժեր։ Զզվել եմ, մինչև ստեղ չի սենս կուշտ եմ, սաղ է 5 տարին Ռոբերտ Քոչարյանի ուժը դաշնակցության հետ Սերժ Սարգսյանի ուժը համեստ էր ընդ, որովհետև վերջում նորից դուք էլ եք գալու, ես էլ եմ գալու այն մտքին, որ Սերժ Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը մի դաշտում են խաղում եւ ընդդեմ այդքան ռուսամետ ուժերի Սերժ Սարգսյանը ռուսամետ մարդ չի։ Սերժ Սարգսյանը հայամետ է, ուղղակի չի կարացել կառավարի վատ թարվիճակում գտնվող քաղաք դիվանագիտությունը Քոչարյանը փոխանցել Իրան։
Եվ ինքը տակից չէր կարող դուրս գալ իշխանությունը զիջեց որպես այսպես կարտաբալետ լինի իրար ուտ են ազգային ժողովում ոչ մեկն էլ տենց էլ չհասկանա նախկինն է մեղավոր թե ներկան այ մարդիկ եթե նախկինն է մեղավոր նախկինը պետքա դատված լինի Եթե ներկան է մեղավոր, այդ ոնց եղավ ներկան է մեղավոր ժողովուրդը նորից կնոմա ընտրի։ Խի ժողովուրդը ապուշ է, ժողովուրդը շատ լավ էլ հասկանում է, որ ներկա իշխանությունները շատ քիչ մեղքի չափաբաժին ունեն այդ process-ների քաղաք դիվանագիտության մեջ։ Աչքս լույս 25 տարի դիվանագիտություն է վարել։ Չեն հաջողել ոչ Արցախը միացնեն Հայաստանի ոչ անկախություն հռչակեն։ Եկել են ասում մի տարի 8 ամիս վարչապետ եղել պատասխան տուր կամ 2 տարի 3 ամիս։ Դու պատասխան տուր։ Դե ի՞նչ կապ ունի։ Մեր ժամանակ զատո Արցախը տեղում էր սահմանները Ջաբրայիլով, Օմարով, Աղդամով էր գնում։ Հիմա Արցախ չկա։ Ընկերներ ջան, էսի կարա միամիտ մարդ է, խայցը կուլտա։ Բայց այն որ այսօր ազգային ժողովում նստած է Նիկոլ Փաշինյանի թիմը եւ Սերժ Սարգսյանի թիմը լուռա, այնի նշանա որ իրանք այս իշխանության հետ են համագործակցում են։ Ձևական ռեպլիկման կարող է շփոթել։ Կարոչի կռիվը Ռոբերտ Քոչարյան Սերժ Սարգսյանն էր, իսկ հիմա կռիվը Սերժ Սարգսյանի դեմ հաշվեք եւ Նիկոլ Փաշինյանի դեմ հելել են նախկին բոլոր ընդդիմություն Իշքան ռուսամետ ուժ կա Ռոբերտ Քոչարյանը իր շրջապատով վերջում բարձում է մեր ձևովն էլ իսկ այդքան էլ իրանց ձևով չի այլ Ռոբերտ Քոչարյանի ձևով է եւ Ռոբերտ Քոչարյանն էլ ինչպես իր անցած տասնամյակները կառավարման թե Ղարաբաղում թե Հայաստանում թե այնուհետև իր գործունեությունը եղել է միշտ կապված Ռուսաստանի հետ մարդը չի թաքցնում սա վիրավորանք չի իմ կողմից սա զրպարտություն չի սա ընդհանրապես ֆակտի փաստի արձանագրում է այդ մարդը չի թաքցնում ինքը բոլոր առումներով նույնիսկ Ռուսաստանին հետապահում դուգին մուգին խոստովանում են որ իրանք ինչու ձեռը քաշեցին Արցախից Ադրբեջանին թույլ տվին այդ ամեն ինչը Ռոբերտ Քոչարյանը ինքնա ներկայացրել որ Ռուսաստանը կապ չունի այդ Արցախի հարցում սա հայկական կողմն է մեղավոր ժողովուրդ ջան եթե այդ մարդը այդ ասում է գնացեք ընտրեք շատ լավ էլ կանեք ես նորից եմ ասում Սա սարկազմով ընդունեք, ոնց ուզում եք ընդունեք, եթե մենք չենք հասկացել Արցախի հանձնումը Ռուսաստանի կողմից, ուրեմն մենք ակնկալում ենք էլի հայկական հատվածներ հանձնվի Հայաստանի կողմից ու վերջում էլ հələ մի հատ էլ սկսենք բողոքել թե այս ճակատագիրը խիա անարդար մեր հետ։ Ճակատագիրը անարդար է մեր հետ, որովհետև դուք կամավոր գնում եք ընտրում եք քաղաքական ուժերի, ովքեր որ չեն ընդհակցնում իրենց ռուսամետությունը, ռուսի հետ կապված լինելը։ Ժողովուրդը ռուսը այդքան չկա Ռուսաստանը այդքան չկա Ռուսաստանը եթե նույնիսկ ոտի կանգնի եւ փորձի հարվածի մեզ առաջինը հարվածելու է Ադրբեջանին որովհետեւ ինքը մենք իրանց հանդեպ պարտավորվածություն մի գրամ չունենք իսկ Ադրբեջանը ունի այսինքն Ադրբեջանին ունի լավություն արած Ղարաբաղը տվել այդ իսկ պատճառով ինքը պատասխան ունի ստանալու Ադրբեջանից որ դու ինչու Ղարաբաղը վերցնելուց հետո երես թեքեցիր իմ հետ եւ քո խաղաղությունը կնքում էիր արդեն հայ-հայա Թրամփի հետ, որովհետեւ այդ խաղաղությունը ես դեռ վստահ չեմ որ կնքվելու է, որովհետեւ Թրամփը արդեն քիթը չի կարեն այստեղ խոթի, պասիվանալու է իր այստեղ ներքաշվածությունը զուտ իրանական պատերազմի հետ կապված։ Սա իրար հետ կապ ունեն եւ իրոք կարող է մի պա ես հասկանում եմ եւ ռուսամետ ուժերին, ես հասկանում եմ իրանց անհանգստությունը Բայց ես չեմ ընդունում իրանց այդպիսի անհանգստությունը։ Իրանք էլ են միտեղ հասկանում ճիշտ են ասում, որ ռուսը մի օր կարող է հետ գաստել եւ ինչպես հետ է եկել Կարմիր բանակով բոլշևիկներով, կարող է նորից հետ գաստել։ Բայց ես ասում եմ, թող դասը լինի։ Այն ժամանակ մենք ճիշտ քաղաքականություն վարեցինք, միգուցե այս անգամ ճիշտ կվարենք։ Եվ երբ որ Ադրբեջանն ապտակի կգնանք արդեն ասեք բարով եք եկել, մենք ձեզ շատ ենք սիրում, էս ինչ լավ մարդիկ եք դուք, բայց այս պարագայում Այս process-ների մեջ ճիշտ չլինի գնալ Ռուսաստանի վրա հույս տնել։ Այ արտաքին քաղաքականությունը նաև Նիկոլ Փաշինյանին շատ են մեղադրում, ինչու ՕԴԿԲ-ին լրիվ դուրս չանեցին, ինչու Ռուսի հետ կապը չխզեցին, ինչու Պուտինին բարև տվեցին եւ այլն եւ այլն։ Պատկերացրեք, ես չեմ այս մասով ես Փաշինյանին չեմ մեղադրում։ Փաշինյանը հավասարակշռված քաղաքականությունը վերջի վերջո սկսել տանելը։ Ռուսի հետ այո պետք է լինել այդպես որտեղ Ռուսաստանը առայժմ դեռ շարունակում է մնալ գերտերություն Ռուսաստանը առայժմ դեռ շարունակում է մնալ յազերնի ձերժավա
Եվ դու կապիկություն անես իր հետ, հատ անելով խոսած, կարող է իսկականից այս անգամ ընենց ապտակ հասցնի, որսկի քո պետականությունը փոշիանա։ Ուղղակի պետքա խորամանկ լնել եւ այլն, ստե դիվանագիտություն է պետք։ Ես չեմ մտնում այդ դետալների մեջ, ես չեմ խորանում արտաքին քաղաքականության եւ դիվանագիտության մեջ, սրանով թող զբաղվեն հենց պատկան մարմինները, ես ուղղակի ասում եմ, որ պատրաստ մի քնեք Արցախահայությանը քնցրին, Արցախը տվին Ադրբեջանին ռուսամետ ուժերով, ռուսամետ ուժերն էին այդ ամեն ինչ կազմակերպել։ Եվ ընդհանրապես 20 թվի պատերազմնել, էլա ռուսամետ ուժերը պաշտպանեցին Ռուսաստանի շահը, Արցախն էլ, եթե Ռուսաստանը կողմավոր Արցախը անցնի Ադրբեջանին, ու հայերն էլ օգնել են Ռուսաստանին, արդեն պետքա դուք հասկանաք ովքեր են այդ ուժերը եղել։ Նորից եմ ասում, եւ 20 թվին, երբ որ մտան ազգային ժողով ջարդխորհուրդ արին, ես կարծում եմ դա Սերժ Սարգսյանի մարդիկ չէին, դա Ռոբերտ Քոչարյանի մարդիկ էին, որովհետեւ սաղ պլանավորած էր ամեն ինչը։ Ռուսաստանի միակ դաշնակիցը այս տարածաշրջանը մնացել է Ռոբերտ Քոչարյանը։ Ոչ Ալիևնա, ոչ Ադրբեջանը, ոչ Հայաստանը, ոչ Թուրքիան ու Էրդողանը, անհատ անց Ռոբերտ Քոչարյանը մնացել է Ռուսաստանի դաշնակից իր համակիր ուժերի հետ միասին։ Իսկ այդ համակիր ուժերը այսօր ձեզ փորձում են ցույց տան, թե իբր առանձին են կապ չունեն Ռոբերտ Քոչարյանի հետ։ Վերջումն եք տեսնելու։ Առանձին զայներ կհավաքեն, վերջում կտենակ հարված կտան իշխանությունը տապալեն։ Կլինի ձեր մոտ ոգևորություն, կլինի ձեր մոտ ուրախություն, վերջապես պրծակ Նիկոլ Փաշինյանից, ինչպես ուրախացել եք իբր Սերժ Սարգսյանից եք պրծել, վերջում կհասկանաք, որ այդքան էլ ուրախանալու բան չկա։ Անկեղծ ասած, ժողովուրդ ջան, դժվար է մի քիչ, սա մեղք եմ ես իմ վրա վերցնում, գիտեք ինչի, բայց պետք է վերցնեմ։ Համ զգուշություն եմ ուզում պահել, համ ուզում եմ զգուշավոր լինել, որպեսզի Հայաստանը չզավթի նորից Ռուսաստանը, համելով գիտի որնա ճիշտը։ Ես ինքս չգիտեմ որնա ճիշտը։ Շատ խառը եւ վտանգավոր ժամանակներ ենք ապրում, Աստված ուղակի պետք է աղոթենք Աստծուն, որ մեր պետության հովանի լինի, մեր պետության պահապան լինի։ Այսքանը ժողովուրդ ջան, հուսով եմ հասկացաք, որ իմ անհանգստությունը բոլոր ժամանակների ռուսամետ ուժերի միավորումն է, ապագայում սպասվող, որը պետքա դուք թույլ չտաք։ Գնացեք ընտրեք այլ իշխանության, տեսեք ասում եմ, չեմ ասում ընտրեք Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։ Գնացեք մեկ այլ, եթե ում կվստահեք ընտրեք։ Ընդդիմությունը 100% պետքա մաքրվի, չպետքա ընդդիմություն լինի, ոչ 18-ից 20 թիվը նստած մարդիկ ընդե, ոչ մեր ձևով, ոչ ձեր ձևով, ոչ նրանց ձևով, որովհետև սա ռուսամետ ուժերն են։ Կգա կմոտիկանա ժամանակները, ես իմ որ ասում եմ ոսկե խոսքը կասեմ ընդդիմություն ընտրելու մասով։ Առայժմ չեմ ասում, որովհետև առանց հետ էլ ինչ ասում ես, ասում են ուզում է շողոքորթում է, ուզում է իրանց հետ լինի։ Ես ոչ մի բան չեմ ասում, որովհետև ես նորից եմ ասում, դափնիներ, փառք, գումար, ֆինանսներ էլ նկատի ունեմ, ոչ մի առաջարկություն չեմ սպասում ոչ մի քաղաքական ուժից, ոչ էլ որ տան ընդունելու եմ իրանց պաշտպանելու համար։ Ես կլինեմ անկեղծ, ինչ մտածեմ, էդ էլ կասեմ, ինչ անհանգստություն կտեսնեմ, ինչ վտանգ կտեսնեմ, դրա մասին կբարձրաձայնեմ։ Առայժմ այսքանը, լավ մնացենք, ուղղակի սթափությունը մի կորցրեք, խնդրում եմ ժողովուրդ ջան, այդքանը, հաջողություն։